Մոտ օրերս Եղեգնաձորում ինձ հարց է տալի մեր հարգարժան լրագրողները։ Դե գիտեք, հիմնական ձեզ թյուրամության մեջ դրողները ձեր լրագրողներն են, որ ասենք թե իրենց ոնց պետք է այդպես կարող է, ես նախադասություն ասեմ, նախադասության կեսը չգրեմ, վերջ երկու բառը գրեմ, մի հատ էլ ու ցնցող վերնագիր դնեմ։ Ինձ հարց է տալի, պարոն Ծառուկյան, որ 50+1 դե որ չհավաքեք, ինչ է կոալիցիա կարող եք կազմել։ Ասում իհարկե, որ 50+1 չհավաքեմ, անպայման կազմեմ, կորոշեմ, բայց ում հետ որոշողը ես եմ։ Եթե 48% հավաքել եմ, պետք է մի 3%, որ կարողանանք իրոք մենք արդեն որոշենք, կազմենք։ Ասում է, տես Ծառուկյան ասես, դաշինք կազմենք։ Հացը վտանեմ, ես ասել եմ ում հետ, ես ասել եմ իշխանության հետ, ես ասել եմ ես կորոշեմ ում հետ։ Բայց ես այս անգամ գիտեմ, որ դաշինք կազմելու խնդիր էլ չի լինելու, սիրելի ժողովուրդ։ Մենակ վերցնելու ենք, մենակ հաղթելու ենք եւ մեր ծրագրերն իրականություն են կանելու։ Նրանք փրփուրներից են ընկել, ինչ որ մի քիչ տոկոս հավաքեն, որ համապատասխան խորհրդան մտնեն։ Մենք խորհրդան մտնելու խնդիր չունենք։ Ես պարտք ունեմ իմ ժողովրդին։ Պարտքը ոչ թե բարեգործությունն է, իմ պարտքը ժողովրդին պայման ունարություն ստեղծելն է, որ այս մարդիկ կարողանան ժպիտով, ոնց ասեմ, բարեկեցիկ կյանքով ապրեն, ուրեմն ասեք կյանքում ամենալավ գործը ես եմ կատարել, որ կարողանան դա բարգեւել ձեզ, էլի ձեզ։ Ուրեմն գնում եք ընտրության, ընտրում եք ձեր հոգին ում թելադրում է, ում եք հույս եք ապրում, ձեր ցավը տանեմ։ Աստված ձեզ պահպան, մինչև նոր հանդիպում, շնորհակալություն։